Ֆինանսական բարձր ու տպավորիչ ցուցանիշներ, ակտիվների, վարկային պորտֆելի ու կապիտալի աճով, սոցիալական բազմաթիվ ծրագրերով է Արարատ բանկն անցկացնում տարեկան ժողովը։ Արարատ բանկի գործադիր տնօրենը թվերով է ներկայացնում 2024-ի ձեռքբերումներն ու ընդգծում, պատվով են հաղթահարել ընթացիկ բոլոր մարտահրավերները։ Ակտիվները մենք 24 թվականի ավարտին ամփոփել ենք 419 միլիարդ 489 միլիոն դրամ, որը ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4%-ով։ Հաճախորդներին տրված վարկերը ավելացել է 8.8%-ով նախորդ ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 218 միլիարդ 114 միլիոն։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը ռազմավարական ուղերձներով է եկել բանկի տարեկան ժողովին, որ տարեկան այս ժողովը 34-րդն է, դա խոսում է Արարատ բանկի կայունության եւ համակարգում երկար տարիների փորձի մասին, ասում է գլխավոր դրամատան ներկայացուցիչը։ Բանկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին շահութաբերությունը ավելացրել եւ Արարատ բանկը եւս բացառություն չէ, ինչը կարծում ենք շատ կարեւոր է կապիտալի համալրման եւ ընդհանրապես ֆինանսական կայունության բարձրացի տեսանկյունից։ Արարատ բանկի 2024-26 առաջնահերթությունները 6-ն են՝ արդյունավետության ցուցանիշների բարելավում, թվային ուղիների զարգացում, կայուն զարգացման նպատակներ եւ կանաչ տրանսֆորմացիա, միջազգային գործընկերների ցանցի ընդլայնում, տեխնոլոգիաների արդիականացում, մարդկային կապիտալի զարգացում։ Պլանային բոլոր առաջադրանքները կատարվել է 100%-ով եւ ավել, բայց մենք արդեն վերջի տարիներին ավելի շատ ուրախանում ենք բոլոր այն սոցիալական ծրագրերով, որոնք որ մեզ հաջողում է իրականացնել մի շարք ազգանվեր աշխատանք տանող կառույցների հետ եւ իրականում ողջավորությունը հենց սոցիալական ծրագրեր իրականացնելու մեջ է։ Չնայած ֆինանսական արդյունքները նույնպես այնպիսին է եղել, որ մենք փորձել ենք Արարատ բանկում այդ սոցիալական ծրագրերից բացի նաեւ իրականացնենք բոնուսային մի շարք ծրագրեր մեր աշխատողների նկատմամբ։ Հանգիստ կարող ենք ասել, որ Արարատ բանկը պատվով ավարտեց իր 2024 թվականի սոցիալական ծրագրերը։ 2024-ի սոցիալական ծրագրերը տեսահաշվետվությամբ բանկի աշխատակիցներն են ներկայացնում։ 2024 թվականին մեր սոցիալական ծրագրերի պորտֆելը ներառել է կրթական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական ձեռնարկատիրության եւ մշակութային նախաձեռնություններ եւ պետք է ասեմ, որ մոտ 50%-ը պորտֆելի կրթական բաղադրիչ է պահանջում։ Արարատ բանկի կրթական կարևոր ծրագրերից է գրավոր ժառանգության ու հնագույն ծրագրերի պահոց Մատենադարանի հետ գործակցությունը։ Արարատ բանկը այսօր իրավամբ համարվում է Մատենադարանի կարևորագույն գործընկերներից մեկը։ Կարևորագույն ոչ միայն այն ռազմավարական նշանակության խնդիրների կարգավորման ոլորտում, ինչպիսին է գրավոր ժառանգության վերականգնման ոլորտը, բանկի աջակցությամբ ձեռագրերի կենսաքիմիական լաբորատորիայի ստեղծումը ուղղակի ապահովում է թռիչքաձև զարգացում այս ոլորտի համար եւ դուք գիտեք, որ Մատենադարանում վերականգնվում են ոչ միայն Մատենադարանի հավաքածուները, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր թանգարանների, գրադարանների, համապատասխան կառույցների գրավոր նմուշները։ Սոցիալական ծրագրերից բացի Արարատ բանկը նաև միջազգային կառույցների հետ գործակցության հարուստ փորձ է կուտակել։ Պատահական չէ, որ այս ձևաչափում եւս լավագույնն է։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։